Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են բոլորարդիական հարցերն անկեղծ մթնոլորտում, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Մենք դաշնակիցներ ենք, ռազմավարական գործընկերներ, ասել է Պաշտոնյան, պատասխանելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին ՌԻԱ Նովոստի գործակալության հարցին։ Գալուզինը հավելել է, անհնար է միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին եւ Եվրամիությանը։ Պաշտոնական Երևանի որոշումն է, որտեղ է ավելի լավ լինել։ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն է ընտրում իր զարգացման ճանապարհը, նշել է փոխնախարարը։ Գալուզինն անդրադարձել է Մոսկվա-Բաքու հարաբերություններին, վստահություն հայտնել, որ Ադրբեջանում Ռուսաստանի տան փակման հետ կապված խնդիրը կլուծվի։ Հարկավոր է երկխոսել, իսկ Մոսկվայի ու Բաքվի երկխոսությունը երբեք չի դադարել, հավատացրել է նա։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Մարկո Ռուբիոն հավատացրել է, որ Վաշինգտոնն ակտիվորեն ներգրավված է Հյուսիսատլանտյան դաշինքի աշխատանքներին։ Ամերիկացի դիվանագետի խոսքով մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Միացյալ Նահանգները մտադիր է թուլացնել կապերը ՆԱՏՕ-ի հետ, անհիմն են։ Նախագահ Թրամփը հստակ ասել է, որ աջակցում է ՆԱՏՕ-ին, շեշտել է Ռուբիոն։ Նա հույս է հայտնել, որ դաշինքի անդամները կկատարեն իրենց խոստումը եւ ռազմական ծախսերը կհասցնեն 5%-ի։ Եթե մեզ սպառնացող վտանգների կապված մտահոգություններն իրական են, ապա հարկավոր է դրանց դիմակայել, նշել է պետքարտուղարը։ Մարկ Ռյուտեն էլ լրագրողների հետ զրույցում հաստատել է, Միացյալ Նահանգները ծրագրեր չունի նվազեցնելու ներկայությունը Եվրոպայում։ Շարունակում ենք աշխատել որպես ուժեղ դաշնակիցներ, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հավելել, կենտրոնացած են իրենց գլխավոր սպառնալիքի Ռուսաստանի վրա։ Խնդիրներ կան նաև Չինաստանի, Հյուսիսային Կորեայի եւ Իրանի հետ։ Իսրայելի վարչապետը հայտարարել է Գազայի հատվածի հարավում նոր տարածքների նկատմամբ վերահսկողության հաստատման մասին։ Բենյամին Նեթանյահուն խոստացել է շարունակել ռազմական գործողությունները, քանի դեռ Համասը ազատ չի արձակել գերիներին։ Հաղորդվում է, որ իսրայելական ուժերը հարվածել են նաև Սիրիային, ըստ Իսրայելի թիրախում են եղել մի շարք ավիաբազաներ, այդ թվում մայրաքաղաքում, որոնք վտանգ են ներկայացնում իսրայելցիների համար։ Սիրիական կողմի տվյալով քաղաքացիական անձինք եւ զինվորականներ են տուժել։ Երկրի իշխանությունը միջազգային իրավունքի եւ Սիրիայի ինքնիշխանության կոպտագույն խախտում է որակել տեղի ունեցածը։ Ավելի ուշ Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Սիրիային վերջին հարվածները նախազգուշացում են երկրի նոր իշխանությանը եւ նրան աջակցող Անկարային։ Իսրայելի վարչապետը քառօրյա այցով մեկնել է Հունգարիա, չնայած միջազգային քրեական դատարանի ձերբակալման օրդերին։ Հիշեցնենք, անցած տարի դատարանը Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել Գազայում մարդկության դեմ կատարած հանցագործությունների մեղադրանքով։ Հունգարիան միջազգային քրեական դատարանի անդամ է եւ վավերացրել է Հռոմի ստատուտը, սակայն երկրի իշխանությունը հայտնել է, որ չի կատարի դատարանի հրամանը։ Բուդապեշտում Բենյամին Նեթանյահուին ընդունել է Վիկտոր Օրբանը, նա հայտարարել է միջազգային քրեական դատարանին անդամակցությունը դադարեցնելու մասին։ Իսրայելի վարչապետն էլ շնորհակալություն է հայտնել հունգարական կողմին իր երկրին Եվրամիությունում ՄԱԿ-ում աջակցելու եւ ՄՔԴ-ի հարցում վճռական դիրքորոշման համար։ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է ռուս-ուկրաինական կարգավորման հարցում Կիևի կարմիր գծերին։ Նա հայտարարել է, երբեք չեն ճանաչի օկուպացված տարածքները Ռուսաստանի կազմում։ Ուկրաինայի համար խաղաղությունն արդար կհամարվի, երբ օկուպացիան ավարտվի, հավելել է նախագահը։ Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ ուկրաինական կողմը կարող է փոխզիջման գնալ, եթե այդ տարածքներն ավելի ուշ հնարավոր լինի վերադարձնել դիվանագիտական ճանապարհով։ Զելենսկին նաև զգուշացրել է, որ Ուկրաինան երբեք չի համաձայնի կրճատել երկրի զինված ուժերը։ Հզոր բանակը մեր առաջնահերթությունն է, մեր անվտանգության երաշխիքը, պնդել է նա։ Էր-Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունների ընթացքում ռուսական պատվիրակության անդամ Կիրիլ Դմիտրիևը հայտնել է, որ Վաշինգտոնում հանդիպել է Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամների հետ։ Ապրիլի 2-ից 3-ը Ռուսաստանի նախագահի կարգադրությամբ բանակցություններ եմ անցկացրել, արդյունքների մասին կհայտնենք, ասել է Պաշտոնյան։ Այն մասին, որ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավարն այցելելու է ԱՄՆ, հայտնել էր CNN-ը։ Լրատվամիջոցի աղբյուրի համաձայն ամերիկյան կողմը ժամանակավորապես չեղարկել է Դմիտրիևի նկատմամբ սահմանված պատժամիջոցները նրան վիզա տրամադրելու համար։ Չնայած կրակը դադարեցնելու պատրաստակամության մասին Կիևից եւ Մոսկվայից հնչող հայտարարություններին կողմերը շարունակում են փոխադարձ հարձակումները։ Հայտնի է, որ ռուսական ուժերը հարվածել են Խարկովին եւ Դնեպրին, թիրախում է հայտնվել Կրիվոյ Ռոգը, քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել, կան զոհեր եւ վիրավորներ։ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել Արևմուտքին ճնշում գործադրել Մոսկվայի վրա դադարեցնելու Ուկրաինայի տարածքներին հարվածները։ ՌԴՊՆ տվյալով էլ ուկրաինական ուժերն անցած գիշեր տասնյակ անօդաչուներ են արձակել, մասնավորապես Բրյանսկի, Օրյոլի, Կուրսկի, Կալուգայի, Բելգորոդի, Սմոլենսկի մարզերի ուղղությամբ։
Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3145-ի։ Վերջին պաշտոնական տվյալով տուժել է ավելի քան 4700 մարդ, 300-ից ավելին համարվում է անհետ կորած։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Մարտի 28-ին Մյանմարում 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ցնցումները զգացվել են հարևան երկրներում, այդ թվում Թայլանդում։ Ավերիչ երկրաշարժից հետո Մյանմարի իշխանությունը մարտի 31-ից ապրիլի 6-ը համազգային սուգ է հայտարարել։ Կանխատեսումներ կան, որ առաջիկայում երկրաշարժից տուժած շրջաններում կարող են հորդառատ անձրևներ տեղալ, ինչը կբարդացնի փլատակներում գտնվող մարդկանց որոնման աշխատանքները։ Դիանա Գասպարյան, լուրեր։